Բարև ձեզ, Factor TV յուրա հայկական խորհրդի նախագահ քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ողջույն, պարոն Քոչինյան։ Տեսեք, Երևանն ու Բաքուն բանակցել են ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներմուծելու հարցի շուրջ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սա հաստատում է Գաբալայում։ Մուստաֆայևի հետ իր բանակցությունների ժամանակ է հարցը քննարկվել, ասում են վառելիքի հետ կապված հետագա ընթացքը արդեն մասնավորների տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական, սա ինչ իրադարձություն է ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում, չմոռանանք նաեւ Ադրբեջանի տարածքով ցորենի ներկրումը Հայաստան։ Դե գիտեք, երբ որ մենք ձեր հետ բավականին տևական ժամանակ է արդեն խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, այդ խաղաղության օրակարգի մարմին ստանալու թվերի վերածվելու գործընթացի մասին, սա դրա այսպես հերթական արտահայտումներն են, ինչպես որ ինչ որ պահից հնարավոր դարձավ եւ սկսեց ըստ էության տեղի ունենալ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ դեպի Հայաստան։ Իհարկե արձանագրենք, որ այս պայությամբ խոսքը գնում է առիթից առիթ տեղի ունեցող փոխադրումների մասին, ոչ թե ընդհանրապես կանոնավոր բեռնափոխադրումների մասին, այո, դեռևս առնվազն։ Նույն տրամաբանությամբ պետք է նաև խոսանք այդ գաղափարի մասին, որը դեռ ինչքան հասկանում դեռևս գաղափար է, դա դեռևս տեղի ունեցած փաստ չի ամեն դեպքում, նավթամթերքների տեղափոխման մասին, ընդ որում ոնց հասկանում խոսքը ոչ թե նավթն է, այլ նավթամթերքն է, այսինքն բենզին, դիզել եւ նմանատիպ այլ ապրանքները, եւ ինչու՞ պայս ես կարծում նաև այդ թեման կբացվի գազի փոխադրման շուրջ։ Ինչու է սա կարևոր։ Մի կողմից իսկ տեխնիկապես հնարավոր է Ադրբեջանից Հայաստան գազ ներկրել։ Այս պայծառությամբ դա շատ հեշտ է հնարավոր Վրաստանով, որովհետև ինչպես որ Հայաստանը Վրաստանն են իրար հետ կապված գազամուղերով, այնպես էլ Ադրբեջանը եւ Վրաստանն են կապված։ Ես նույնիսկ ասեմ, ինչ հիշելով եղել է դեպք, որ ռուսները չէին կարողանում ապահովեին, այո, եւ ոնց որ իրանք կոմպենսացրել են Ադրբեջանը իրանց պակասող մասը մեզ ա տվել, իսկ տեխնիկապես դա Վրաստանի տարածքը բավական հեշտ հնարավոր է կազմակերպել։ Իսկ ապագայի վերաբերյալ դե նախկինում գազամուղ Հայաստան եկել է հենց Ադրբեջանի տարածքով, դա Ղազախ-Խիջևան հատվածով է եղել։ Նենց է իրանց ներկայիս գազամուղը, որը որ գնում է դեպի Վրաստան, բավականին մոտ է մեր սահմանին եւ Վրաստանից մեր մոտ եկող գազամուղն է բավականին մոտ սահմանին, այսինքն այնտեղ եթե մենք որոշենք, որ մենք ուզում ենք Ադրբեջանից ունենանք ուղիղ գազամուղային կապ, դա բավական հեշտ կազմակերպվող բան միջոցառում է, բավական դա շատ ավելի արագ եւ շատ ավելի հեշտ է կարելի կազմակերպել, քան նա Ղազախ-Խիջևան երկաթգծային կապի վերականգնումը, որը բավականին մեծ կիլոմետրաժով աշխատանքներ է պետք գնել, որտեղ չի օգտագործվել, քանդվել է այնտեղ սողանքներ են եղել եւ բավականին լուրջ կտոր վերանորոգման կարիք է ունենալու։ Տեսեք, հանդիպում են Ադրբեջանի եւ Վրաստանի վարչապետի մակարդակով կա հանդիպում ծրագրված եւ սա տեղի ունենում վերջին շրջանում որոշակի նկատված լարվածության ֆոնին ադրբեջանական այնտեղ իշխանամետ կայքերից մեկը գրել էր, որ Ադրբեջանը ըստ էության դժգոհ է Վրաստանի սահմանած տարիֆներից եւ մտածում է Ադրբեջանը, որ սկսել է գնահատել Բաքու-Ղազախ-Խիջևան նախկին ԽՍՀՄ երկաթուղային ուղղության վերականգնումը, ուսումնասիրվում են տեխնիկական պարամետրերը, արժեքը, ժամկետները, որ հնարավոր լինի նվազեցնել կախվածությունը, իսկ նպատակը որն է, որ քննարկվում է, որ բեռները սահմանը հատեն ավտոմեքենայում, շարունակեն դեպի Հայաստան, չէ, սահմանը հատեն երկաթգծով, ներսում արդեն ավտոմեքենաներով։ Լավ, ես ուրեմն ինչ է սա նշանակում, արդյոք սա կարող է գործնական խոսակցություն լինել, թե սա կարող է այսպես շանտաժ լինել Վրաստանի դեմ, որ տեսեք այսպիսի տարբերակ ունի։ Դե մեկը մեկին իրականում չի բացառում, բայց սա մի խոսակցություն է, որը հենց մեր կենտրոնը բավականին երկար ժամանակ արդեն այսպես աշխատում է դրա ուղղությամբ, խոսքը Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ այդ գծի մասին է, որը ունենալու համար մոտավորապես 30 կիլոմետր կարող եմ այսպես փոքր սխալման տոկոս լինի, կառուցել է անհրաժեշտ լինելու եւ մոտավորապես 60 կիլոմետր վերանորոգել է անհրաժեշտ լինելու մեր տարածքում։ Հիմա այդ Ադրբեջանը իր տարածքը անում է, մեր այս խոսակցությունը շատ ավելի կոնկրետ է դառնում, որտեղ Ադրբեջանը եթե դա բերում հասցնում է Հայաստանի սահման, այնտեղ բնականաբար խոսակցությունը չպետք է կանգնի մենակ այդ բեռները Հայաստան բերել ու Հայաստանից տանելու թեմային։ Այդ խոսակցությունը մենք պետք է աշխատենք, շարունակենք, տանենք դեպի Թուրքիա, որովհետեւ դա բավականին լուրջ կոմունիկացիոն այսպես արտերիա է դառնում։ Գիտեք, սա այս Կարս, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ղազախ ճանապարհը հնարավոր ամենակարճ ճանապարհն է, որ կապում է Թուրքիան Ադրբեջանին եւ ավելին Թուրքիան
Կենտրոնական Ասիային։ Իսկ տեխնիկապես հնարավոր է հենց հիմա շահագործել կամ ավելի կարճ ժամկետ է ենթադրում, քան Մեղրիի ճանապարհը։ Եթե դա կախված է մի քանի բանից, առաջինը Մեղրիից ինքը որ մտավ Նախիջևանի հատվածը իրանք ինչքան ժամանակում են վերանորոգելու, որտեղ այնտեղ շատ ավելի վատ վիճակում է գտնվում երկաթգիծը, որոշ հետազոտողներ նույնիսկ ասում են, որ մենք ասում ենք վերանորոգել, նկատի ունեն իրականում ամբողջությամբ վերակառուցել։ Այդ դա ինչքան կտևի, սենց է իրանք հայտարարում են, որ մինչև մեր արևելյան սահման երկաթգիծը կհասցնեն մի տարբերակով եկող տարվա հունիսին, մյուս տարբերակով եկող տարվա ավարտ, դրանից հետո լավ տարբերակում մեզ 2-ից 3 տարի է պետք լինելու մեր հատվածը կառուցելը, դա պետք է մտնի Նախիջևանում էլ նույնիսկ կախված ինչքան է դա վերանորոգվելու, այդտեղից ինքը երկու ճանապարհ ունի, կամ Երասխով միանում է Հայաստանին, Հայաստանից Երասխ, Երևան, Գյումրի, Կարս, Թուրքիա մտնել, այնտեղ էլ մենք Կարս-Գյումրի հատվածում մոտավորապես 10 կիլոմետր վերանորոգելու խնդիր ունենք։ Կամ այն ինչ որ թուրքերը հայտարարել են, որ իրանք առնվազն կառուցում են, դա Կարսից Դիլիջոյով դեպի Նախիջևան ճանապարհ երկաթուղին է, որ իրանք 0-ից են ըստ էության կառուցում, դա բավականին թանկ մեծ պրոյեկտ է, որը շատ երկար է տևելու։ Այդ ճանապարհը մոտավորապես 10 տարի ինձ թվում է իրանք կառուցելու են, եթե նույնիսկ կառուցեն։ Այս առումով, եթե ադրբեջանական կողմը բերում հասցնում է սահմանին իրանց երկաթգիծը, մենք նորից խնդիր ենք ունենում մեր մոտից մինչև սահման հասնելը, որը կարծում եմ փոքր է լինելու, եւ այդ 30 կիլոմետր կառուցել, 60 կիլոմետր վերանորոգել, այսինքն մոտավորապես 90 կիլոմետրի մասին է խոսքը ընդհանուր։ Ընդ որում հələ սովետական միության ժամանակ այնտեղ թունելները, բաները կառուցված են զգալիորեն։ Եվ մեր աշխատանքը իրականում այս բոլորի գործերի մեջ ամենաթեթևը մեր աշխատանքն է, բայց դա իհարկե բոլորի հետ համատած նաև ամենակիչ կարողությունները ունենք մենք այդտեղ եւ իհարկե այստեղ կա նաև ռուսական կոնցեսիայի խնդիրը։ Այսինքն որևէ ներդրող Լիլիթ Արևմտյան, չգիտեմ թուրքական կամ ադրբեջանական, քիչ հավանական է, որ ուզենա, որ որտեղ Վրաստանի այդ խնդիրը ըստ էության հենց դա է։ Տեսեք, ինչի է Վրաստանը իրան sense պահում։ Ինչի է Վրաստանը Հայաստանի համար խնդիրներ առաջացնում լոգիստիկայի առումով, ինչի է Ադրբեջանի համար առաջացնում։ Իհարկե մի կողմից մենք կարանք ասենք, որ դա ինչ որ չափով, չգիտեմ, էմոցիաներ են կամ խանդն է, որ Վրաստանը կորցնում է իր այդ լոգիստիկ մենաշնորհը, որ բոլորս ամեն ինչով կախված ենք Վրաստանից, բայց իմ կարծիքով դա նաև որոշակի առումով ռուսական ազդեցությունն է Վրաստանի վրա, որի միջոցով իրանք փորձում են տորպեդահարել մեր գործընթացները։ Նաև կա այսպիսի բացատրություն, որ դա չգիտեմ, ամերիկացիների ուշադրություն գրավելու փորձ է, որովհետև այստեղ ամերիկացիները մտել են, այսպես լրջորեն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացով են զբաղվում, բայց Վրաստանի ըստ էության 7-րդ, 8-րդ պաշտոնական նամակին չեն էլ արձագանքում, ընդհանրապես ռեակցիա չեն տա, իգնոր են անում, հա։ Եվ սա փորձ է որևէ կերպ ամերիկյան ուշադրություն գրավել իրենց վրա, բայց ես այդքան էլ բան, սա դա ավելի շատ ինչ որ գիտեք, այդպես առիթի է նման, քան պատճառը ինձ թվում է Ռուսաստանն է։ Եվ այս առումով մի քանի հարց կա, որոնք որ մենք պետք է լուծենք, դրանք տնային աշխատանքներ են, ոնց որ ասացի, 30 ու 60 կիլոմետրերը։ Մյուս տնային աշխատանքը դա կոնցեսիայի վերացումն է եւ այս ենթակառուցվածքների վերադարձն է Հայաստանի Հանրապետության ենթակայությանը, որից հետո ես կարծում եմ այս խոսակցությունները շատ ավելի իրատեսական են դառնում, որտեղ գիտեք Ադրբեջանական կողմը իր մեսիջը ըստ էության տվել է, իրենք ասել են, որ իրանք հետաքրքրված են, իրանք պատրաստվում են հետազոտեն, չգիտեմ, եթե հետազոտությունների արդյունքներով բավարարվի, կառուցեն իրանք պետությունը այնպեսի բան, այս չէ որ ով ինչ ուզում հայտարարում է, եթե հայտարարել են որ ուզում են հետազոտել, ուրեմն իրանք այդ հետազոտության պատասխանները արդեն ունեն, սենց ասեմ, հա։ Այսինքն կարող է գործնական փուլ մտնել, բայց այստեղ գիտեք, ես մի քիչ կասկածամտությամբ համեմ եմ իմ հարցը, եթե Հայաստանով Ադրբեջանը սկսում է մեր կոմունիկացիաները օգտագործել կամ ուղիղ արդեն Հայաստան փոխադրումներ իրականացնել կամ առավել եւս գազ, նավթ վաճառել, ստացվում է Ադրբեջանը ինքն իրեն նաև զրկում է այդ գործիքից Հայաստանի մեկուսացման։ Այսինքն Հայաստանի տարած թույլ չտալ ներդրումներ եւ այլն։ Շատ լավ։ Մոտիվացիան արդյոք ավելի մեծ բան է ստանում։ Տեսեք, այդ զրկել, չզրկելը ավելի շատ վերահսկողության մասին է։ Հիմա այդ ճանապարհը ինքը սկսվում է Ադրբեջանում, ավարտվում է Թուրքիայում։ Եվ որ պահին Ադրբեջանը փորձի որոշի, որ ինքը նորից ուզում է ճնշում գործադրի Հայաստանի վրա, նորից շրջապատի, ինքը դա կարողանալու է անել։ Ինքը փակելու է սահմանը եւ այդ ճանապարհը դառնալու ոչ մի տեղ չգնացող ճանապարհ։ Հասկանում եք, այդ առումով վերահսկողության տեսանկյունից իրանց համար ամենակարևոր բանը, ես չեմ կարծում ինքնանպատակ Հայաստանին միշտ բոլոր իրավիճակներում վատ վիճակում պայելեն։ Այս համար ամենակարևոր նպատակը վերահսկողություն ունենալն է։ Հիմա եթե ճանապարհը սկսվում է Ադրբեջանում, ավարտվում է Թուրքիայում, որ պայն Հայաստանում պայմանական ռևանշիստներ կան իշխանության, մենք Ղարաբաղը գնանք հետ գրավենք, իրանք այդ ճանապարհը կփակեն ուղղակի։ Հասկանում եք։ Այսինքն ես չեմ կարծում թե դա լուրջ արգումենտ է։ Լուրջ արգումենտը այլ բան է։
Այս մինչև այս պահը Ադրբեջանի դիրքորոշումը կայացել է հետևյալում. առաջինը թրիփն է, նոր մնացած կոմունիկացիաներն են։ Սա որոշակի առումով աշխատանքային տրամաբանության փոփոխություն է, որտեղ եթե իրանք սկսում են հիմա այդտեղ աշխատել, նշանակում է սա տեսականորեն կարա թրիփից ավելի արագ գործարկվի։ Ինչը նույնպես ես կարծում եմ լուծելի է, որովհետև ես չի ասի, որ Ադրբեջանի մեսեջինգը բանի վերաբերյալ, այդ թրիփի վերաբերյալ միանշանակ այն առումով, որ կկառուցվի նոր մնացածը։ Դա կարելի է օրինակի համար այնպես ուղղությամբ աշխատել այնպես, որ թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունները հայ-ամերիկյան հրապարակվում են, ամեն ինչ վերջնական է դառնում, տեխնիկական բոլոր դետալները մենք խոսում ենք, հստակ է դառնում, թե ամեն ինչը ոնց է տեղի ունենալու։ Եվ դա արդեն լինում է, որ թրիփը կա, թրիփը պայմանավորված է ինքը ուղղակի կառուցվում, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել արդեն մնացած հարցերին։ Իսկն ոչ թե կառուցվի թրիփը նոր մնացածերն, այլ թրիփի շուրջ վերջնական պայմանավորվածությունները իրականություն դառնան, նոր սկսի մնացածը կառուցվել։ Շատ լավ։ Մենք այս իրադրությունում արդյոք չենք սխալվի, եթե նշենք, որ Ռուսաստանը ընդհանրապես խաղից դուրս է եկել, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարում է, որ Հայաստանը ուզում է կտրվել Ռուսաստանից, դրա մեջ նրան օգնում է Եվրոպան եւ ոնց է օգնում ուկրաինական ցորեն գնելուն սուբսիդավորելով, այսինքն սա այն ցուցիչներից մեկն է, որ Ռուսաստանը որոշակի անհանգստություն է ցուցաբերում այս դիվերսիֆիկացիայի քաղաքականությանը, արդյոք մենք չենք սխալվի նրան շուտ խաղից դուրս դնելով եւ պնդելով, որ վերջ, այսպես բոլոր պարանները process-ի մեր ձեռքին են, ամերիկացիների հետ կգնանք թրիփ կկառուցենք, Ադրբեջանի հետ ապաշրջափակում կանենք, Թուրքիայի հետ սահմանը կբացվի եւ Ռուսաստանից, այսպես ասենք, Հայաստանի կախվածությունների համակարգը կնվազի։ Դուք տեսնում եք հավանականություն, որ Ռուսաստանը փորձի կասեցնել, ինչ է դուք տեսնում, այո։ Տեսեք, ես 700 միշտ չեք ցիտում, բայց ես երբևիցե չեմ ենթադրել, որ Ռուսաստանի հարցերը լուծված են եւ մենք նման կախվածություններ չունենք։ Հակառակը ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական հեռանկարում ամենամեծ սպառնալիքը ինքնիշխանության պահպանության տեսանկյունից հենց Ռուսաստանի Դաշնությունն է։ Սա առաջին պնդումը։ Երկրորդը, տեսեք, մի հատ մինչև բուն հարցին պատասխանը մենք այս հարցին պետք է մեթոդաբանորեն մի հատ մոտենանք, էլի, այսինքն կա տարբերակ, որ Ռուսաստանը այլևս մեզ համար սպառնալիք չլինի։ Կա նման տարբերակ, թե չէ։ Մենակ մի տարբերակ կա, թե մենք այսպես ամբողջությամբ կուլ ենք գնում Ռուսաստանին։ Որտեւ անգամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որոնք որ մեղմ ասած ռուսահպատակ արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ էին, մենք երբեք չենք մոռանալու սեպտեմբերի 3-ը։ Երբ որ Հայաստանը տարիներ շարունակ պատրաստվել էր Եվրոպական միության հետ ուրեմն խորև համապարփակ առևտրի շրջանակային համաձայնագիր ստորագրել, 4 տարի բանակցելուց հետո մի գիշերվա ընթացքում Կրեմլում այսպես կարմրած, քրտնած, հեվակտուր բանով հայտարարեց, որ մենք միանում ենք Եվրասիական տնտեսական միությանը։ Անգամ այդ ժամանակ էր Հայաստանը որոշակի հարվածներ ստանում Ռուսաստանից եւ անգամ այդ ժամանակ մենք շատ լավ հիշում ենք ոնց է Ռուսաստանը զինում Ադրբեջանին։ Այդքան որ պատերազմի ժամանակ խոսվեց բայրակթարներից, իսրայելական դրոններից եւ այլն, ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ սա պաշտոնական թվեր են, որ ադրբեջանական բանակում հարձակվողական զինատեսակների 60%-ից ավելին եղել են ռուսական արտադրության։ Երկրներ ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, որի նկատմամբ պետք է կասկածամտություն կա Հայաստանում, պաշտոնապես արգելք էին դրել կոնֆլիկտի կողմերին զենք վաճառելու վրա։ Ռուսաստանը կոնֆլիկտի կողմերին զենք էր վաճառում, որոնք վաճառում էր հարձակվողական զենք։ Դե մեզ էլ Իսկանդեր էր տալիս։ Հետո բայց տեսակ ինչի արդյունքում այդ չկարողացավ այդ Իսկանդերը ճիշտ օգտագործել։ Այդ չեմ ասում, բայց հետո մենք այս վերջին փաստաթղթերը որ հրապարակվեցին, ակնհայտ դարձավ թե Իսկանդերը ինչի դիմաց է Հայաստանը ստացել։ Ստացել նա դիմաց, որ Հայաստանում պետք է այլ վարչապետ լիներ, ավելի անձնական օգտագործման տրամաբանության մեջ, էլի, այսպես ասենք։ Հիմա մտքից թելը կտրեց։ Ես առողջացնեմ ձեր մտքի թելը։ Ինչ տրամաբանությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններ վերականգնում, նաեւ տնտեսական հարաբերություններ ապաշրջափակում խաղացան օրակարգ, հայկական տիրույթում երբեմն դիտարկվում է որպես կոնֆլիկտը լուծենք, որ Ռուսաստանը չկարողանա օգտվել այդ կոնֆլիկտի գոյությունից եւ օրինակ կախվածությունների համակարգը հաղթահարել։ Ես մի հատ բայց այս դրան անցան անպայման կգամ էլի, բայց տեսեք, սենց մի հատ կարևոր բան կա։ Այսինքն մենք պետք է ձեր հետ ֆիքսենք, որ մենք
դիվերսիֆիկացիայով զբաղվենք թե չզբաղվենք, մենք Ադրբեջանի հարաբերությունները փորձենք կարգավորել թե չկարգավորենք, մենք հարվածներ շարունակելու ենք ստանալ Ռուսաստանից, որտեղ Ռուսաստանի վերջնանպատակը մեր հետ կապված անկախ ժամանակակից պետություն ունենալու մեր ցանկության հետ անհամադրելի են։ Իսկ կոնֆլիկտների հաղթահարման ռազմավարությունը ինչքանով կօգնի, որ Հայաստանը որոշակի պաշտպանվածություն ստանա։ Միանշանակ կօգնի։ Այ ոնց։ Հիմա դրան էլ էսա գամ, մի քայլ մնաց մինչև դրան հասնենք, դուք ինձ անդադ արագացնում եք։ Տեսեք, եւ այս առումով անկախ նրանից մենք աշխատենք մեր կախվածությունները Ռուսաստանից նվազեցնելու ուղղությամբ, թե չաշխատենք, մենք շարունակելու ենք այդ հարվածները ստանալ։ Ուզում եմ ասել, որ այն ամբողջ խոսույթը, որ կա Հայաստանում, եկեք ռուսներին չջղայնացնենք կամ չներվայնացնենք, որպես իրանք մեզ չպատժեն, ինքը այսպես հոգեխանգարմունքի ինչ որ արդյունք է, որովհետև դու երբ որ անգամ ամեն ինչ անես, որպեսզի ռուսները քեզ չպատժեն, ռուսները քեզ մեկը հարվածելու են։ Նորից եմ կգնում, որտեղ իր վերջնանապատակը քո հետ կապված այլ է, քան ինչ որ դու ես ուզում։ Դու չես ուզում լինես մեկին ցիտելով Թաթարստանի տարբերակով իր մաս, ինքը ուզում է որ դու լինես իր մաս, հասկանում ես, այս առումով։ Հիմա գալով բուն ձեր հարցադրմանը։ Տեսեք, որն է հնարավորությունը մեր կախվածությունները Ռուսաստանից նվազեցնելու։ Մեր ամենամեծ կախվածությունը տասնամյակներ շարունակ եղել է մեր անվտանգությունը։ Իրականում մնացած ամեն ինչը, որ այսքան ուռճացվել է, այսքան մեծացվել է, դարձել է այսքան, եղել է հենց նրա արդյունքում, որ մենք ունեցել ենք այդ բազային կախվածությունը անվտանգության տեսքով։ Ես ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ամեն ինչ արդարացվում էր, ամեն ինչ ռուսերին տալը արդարացվում էր, հենց անվտանգության պատճառով։ Պատճառն ու հետևանքը չխառնենք իրար։ Պատճառը եղել է անվտանգությունը, տնտեսությունը եղել է հետևանքը, հա։ Հիմա, որտեղ օրինակ երբ մենք ՀԱՏՄ մտանք, մենք գումարային առումով ավելի շատ ԵՄ-ի հետ էինք առևտրաշրջանառության մեջ, քան Ռուսաստանի հետ։ Հիմա փոխվել է պատկերը։ Հիմա փոխվել է, բայց նորից եմ ուզում կգնել, դա հետևանքն է, դա պատճառը չի։ Եվ մենք պետք է մեր արժեվ խնդիր դնենք այդ պատճառը հանգուցալուծման հասցնելու։ Պատճառը որն է նույնիսկ դա անվտանգությունն էր, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինչը մեզ շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով մեկ այլ եզրահանգման է բերում, որ քանի դեռ մենք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ եւ ունենք այս հարաբերությունները Թուրքիայի հետ, այստեղ արդի ժամանակակից հաջողված հարատև պետություն կառուցելը անհնար է, որովհետեւ միշտ կա այդ Ռուսաստանի կազմ Թաթարստանի տարբերակով մտնելու գաղափարը, դրա գաղափարախոսը եւ դրա համար պայքարը։ Եվ դրա հանգուցալուծումը այո կարգավորումն է։ Մենակ այդ պարագայում հարավային Կովկասում այն աշխարհագրության, որով կա, այստեղ կարա լինի պետություն։ Գնայք, իսկ Ադրբեջանում կա անկալում, որ այս կոնֆլիկտը ինչպես Հայաստանի դեմ կարող է Ռուսաստանը օգտագործել, այնպես էլ իրենց դեմ եւ երկու պետությունների ինքնիշխանությունը աստիճանը նվազեցնել։ Իրենք կարող են գայթակղություն ունենալ դառնալու ռուսական գործիք եւ մենք տեսել ենք որ դարձել են ռուսական գործիք իրենց մենք ենք ժամանակին եղել ռազմական ագրեսիաներ Հայաստանի դեմ եւ այլն եւ Զանգեզուրի Միչանսկի պահանջ դա ոչ վաղանցյալ բայց իրենց մոտ կա մտափոխությունը կա ես կարծում եմ որ դրա ցուցիչներն էլ կան այլ դրանց մասին մենք քիչ առաջ խոսեցինք հա եւ այդ նավթամթերքը շրջանառությունը ճանապարհներ կառուցելու գաղափարը թրիփը Միացյալ Նահանգներում ստորագրելը ես կարծում եմ որ դրա ցուցիչները քիչ չեն Ես կարծում եմ, որ իրական կոնֆլիկտի հանգուցալուծումը այդտեղ է լինելու, երբ որ Հայաստանն ու Ադրբեջանը գան մի հատ ընդհանուր կետի, որ կոնֆլիկտի շարունակությունը անհրաժեշտ է կայսրությանը, այլ ոչ թե իրենց, երբ որ գան մի հատ ընկալման, որ իրանք անուղիղ աբորիգեններ չեն, որոնց հնարավոր է հավերժ կռվածնել եւ հավերժ կառավարել։ Ի վերջո շատ տեղերով եկել են այդ եզրահանգման, Աֆրիկայում, չգիտեմ, Հարավ-Արևելյան Ասիայում, Օվկիանիայում, ահագին աբորիգեններ եկել են այդ եզրահանգման, որ իրանք ինչքան կռվում են, այդքան կայսրությունը իրանք կառավարում է։ Ես կարծում եմ, որ մենք է պետք է ի վերջո գանք այդ կետին, որ մենք անուղիղ աբորիգեններ չենք, ում սպիտակ մարդը կարա հա կռվածնի, հա օգտագործի։ Իդեպ, այս թեմայով ես նաև, եթե թույլ կտաք խորհուրդ, կուզենայի, որպեսզի դուք հարցազրույց վերցնեք նաև ադրբեջանցի փորձագետներից։ Այս պայմանությամբ դեռևս առցանց, մինչև ավելի լավ ժամանակներ, բայց օրինակ այս հարցը ես կարծում եմ շատ պիտանի հարց է եւ շատ կարեւոր հարց է, որպեսզի հայ լրագրողը տա ադրբեջանցի փորձագետին։ Տեսեք, 26-ի ընտրությունները հնարավորություն է նաև Ռուսաստանի համար ստանալ, ես այսպես մինիմալիստական նպատակ նկարագրեմ, հա, կառավարելի խորհրդարան կամ այնպիսի իշխանություն Հայաստանում, որը ունի ուժեղ ներկայություն խորհրդանում եւ ցնցումների ենթակա է, հա, մենք հաճախ ենք տեսել հատկապես Ադրբեջանի ռազմական ագրեսիաների դեպքում պրոռուսական տարերի կողմից Հայաստանի ներքաղաքականությունը
ըստ էության ցնցելու տարբեր դեպքեր եւ ասենք Russia Today Երևանի փողոցներից դեպի Բաքու ուղիղ հեռարձակում էր նաեւ կազմակերպում, հա, դա դրսևորումներից մեկն էր կամ Տիկին Սիմոնյանը ասում էր դուրս եկեք Երևանի փողոցներ, թե չէ Արցախում ցեղասպանություն կլինի մեր հայրենակիցներն, այսինքն Ռուսաստան նման իրադրություններից օգտվում է 26-ը ինչպիսի փորձակար է ընդհանրապես։ 26-ը երևի թե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր ընտրություններն է, այս պետության ապագայի եւ այս պետության որպիսության վերաբերյալ։ Մի շարք պատճառներով, որտեղ նախ եւ առաջ այդտեղ ըստեյության դրված է լինելու Հայաստանի եթե ոչինչ չի փոխվում քաղաքական ուժերի համամասնության կարողությունների եւ ամբիցիաների մեջ, ասենք ասենք, եթե չի ձևավորվում որևէ երրորդ բևեռ, որը որ այլընտրանք է ստեղծում։ Ուշ է երևի երրորդ բևեռի մասին խոսել։ Եվ այս թեմայով մենք շատ ենք խոսացել, դուք գիտեք, որ ես էլ եմ որոշակի փորձեր արել կազմակերպել օգնելու ինքնակազմակերպել այդ մարդկանց երրորդ բևեռ ձևավորելու ուղղությամբ։ Բայց եթե ոչինչ չի փոխվում, այո, սա դառնում է նաև ինչ-որ չափով ժողովրդավարական ապագայի եւ ոչ ժողովրդավարական ապագայի միջև ընտրություն։ Սա դառնում է խաղաղություն կառուցելու եւ խաղաղություն չկառուցելու միջև ընտրություն։ Սա դառնում է արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու եւ ռուսահպատակության միջև ընտրություն։ Իսկ դերակատարներն ովքեր են այդ պարագայում։ Այդ դերակատարները եկեք կգրանցվեն նոր իրանց մասին անուններով կխոսանք, բայց այս հարցերի պատասխանները ըստ էության հայ ժողովուրդը տալու է այս առաջիկա ընտրություններին։ Սա մեկ։ Երկրորդը, տեսեք, այն որ Ռուսաստանը շատ ավելի մեծ կարողությունների է տիրապետում Հայաստանի ներսում, քան օրինակի համար Մոլդովայում, որտեղ բոլորովին վերջերս են եղել, սկզբից այնտեղ արդյունական, նախագահական, մի շարք ընտրական գործընթացներ այնտեղ տեղի ունեցան եւ մենք չէ, ամբողջ աշխարհն էր խոսում դրա մասին, թե ինչ աստիճանի է ռուսական ներգրավվածությունը, միջամտության փորձերը, ազդեցություն գործելու փորձերը եւ այլն, Մոլդովան դրանց դիմադրեց, դիմացավ Մոլդովան ըստ էության դրանց, բայց մենք ձեր պետքա ֆիքսենք, որ Ռուսաստանը չի ունեցել Մոլդովայում այնքան կարողություն, ինչքան որ ունի Հայաստանում։ Խոսքը եւ քաղաքական գործիչների եւ ուժերի ուղղակի բացահայտ գնվածության մասին է խոսքը եւ իրանց ուղիղ կարողությունների մասին է տարբեր լրատվականներ, բարեգործական հիմնադրամներ, կազմակերպություններ։ Մոլդովայում արգելվել են նման կառույցներ, Հայաստանում ոչ օրինակ այսօրվա դրությամբ։ Այո։ Սրանք բոլորը մեծացնելու են հաջողության իրենց հնարավորությունը։ Ես ասեմ, որ շատ անկեղծ ասեմ, ես մինչև այս պահը չեմ տեսնում Հայաստանում լուրջ պետական մակարդակի դիմադրունակության ավելացման միջոցառումներ, գործողություններ։ Դրա փոխարեն ոնց որ ամեն ինչ կառուցված է հասարակության դիմադրունակության վրա։ Սրանք շատ տարբեր բաներ են։ Պետական դիմադրունակություն, հասարակության դիմադրունակություն։ Այդ կներեք ԿՊԱԿ-ը, որ այս հարցը տալիս են, ասում են դե մեր ժողովուրդը լայնախոհ է, նա կհասկանա, որ սա հիբրիդային պատերազմ է եւ ճիշտ մի հատ հարց առաջանում, բայց ԿՊԱԿ-ները մեր ինչին են պետք, եթե ամեն ինչը պիտի դրենք ժողովրդի լայնախոհության հույսին։ Եթե ամբողջը պետք է դնենք ժողովրդի լայնախոհության հույսին, հենա մենք եկեք իրանց ցրենք տներով, այդ փողը ավելի պիտանի բանի վրա կծախսենք, մենք մեր ժողովրդով այդ լայնախոհության վրա հենվելով ինչ որ բանի կհասնենք։ Ամբողջ հարցն է, որ այդ ժողովրդի լայնախոհությունը ինքը պետք է լինի ամենավերջին գործիքը, ամենավերջին հանգրվանը, որ երբ որ ամեն ինչ պրավալա գնացել, ասենք դե ժողովուրդ ջան, մի հատ ուշքի եկեք մի հատ փորձեք հասկացեք ինչա կատարվում, բանը բանից անցել է, դա է այդ։ Բայց երբ որ դու գլխից ասում ես, դե մեր ժողովուրդը լայնախոհ է, նշանակում է դու գլխից ասում ես, որ ես ոչ մի բան չեմ անելու, ոչ մի նորմալ աշխատանք չեմ անելու, որևէ կերպ չեմ դիմադրելու, թողելու եմ, որ ժողովուրդը բանանի, գլխի ընկնի, որ իրան խափում են։ Հա ես էլ ճիշտ ասած, իմ հույսն էլ է այս պայմանությամբ, որ շատ անկեղծ ասեմ, հայ ժողովրդի լայնախոհությունն ու հավաքական իմաստությունը։ Հաշվի առնելով թե ով է կառավարում Այո, Հայաստանը։ եւ ինչ մակարդակի միջոցառումների մասին է խոսքը գնում, իմ հույսն է դա, բայց դա նորմալ չի, երբ որ բոլորիս հույսը դա է։ Որտեղ նույնիսկ եմ ասում, եթե բոլորիս հույսը դա է, այսքան կառույց ենք պահում։ Հենա մենք այդ ասում նույնիսկ այդ փող ավելի պիտի ուսուցիչների աշխատավարձերի վրա կարելի է այդ փողը ծախսել, քան նրա վրա ինչի վրա որ ծախսում է, եթե հույսը բանն է, լայնախոհությունն է ու հավաքական իմաստությունն է։ Դե իշխանության մոտ այսպեսի տեսակետ կա, որ մեզ փորձում են սադրել եւ հակաժողովրդավարական դարձնել, եկեք հասկանանք ինչ մեթոդներ կարող են հակաժողովրդական լինել, որոնք ոչ օրինակ։ Թյուր է այն թեզը, թե ժողովրդավարությունը չի կարող ինքնապաշտպանվել, թյուր է այն թեզը, թե ժողովրդավարությունը մարտունակ չէ, թյուր է այն թեզը, թե ժողովրդավարությունը չունի գործիքներ հենց ժողովրդավարական ճանապարհով ինքն իրեն պաշտպանելու ուղղությամբ։ Որովհետև կներեք,
կա Ռումինիայի օրինակ, կա Մոլդովայի օրինակ, կան Մերձբալթյան երկրների օրինակներ, կա Լեհաստանի օրինակ, որտեղ որ այդ բոլոր հիբրիդային գործիքակազմերը օգտագործվում են, լրջագույն հարվածներ են հասցվում, բայց այդ պետությունները կարողանում են դիմադրել, այդ պետությունները կարողանում են հակահարված հասցնել, հա։ Այս առումով, երբ որ ինձ փորձում են օրինակի համար համոզել, որ այ միակ ձևը արգելելն է ինչ-որ բան, բացարձակապես արգելը նույնիսկ ամենավերջին հանգրվանն է, երբ որ մնացած ամեն ինչը չի աշխատել, բայց երբ որ բանը հասնում է արգելելուն, նշանակում է, որ ահագին մարդ իր աշխատանքի մեջ թերացել է։ Տեսեք, նաև նարատիվներն են, չէ՞, կարևոր, թե Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ հաճախ նարատիվներն ուշադրություն չի դարձնում, կոշտուշ, ագրեսիա, սպառնալիք, շանտաժ եւ այլն պատժամիջոցների կիրառում, իսկ մեր դեմ նման խոսույթ առնվազն օգտագործում է երբեմն նաև լարսում, խցանումներով եւ ապրանքներ չընդունելով եւ այլն։ Կա նարատիվ Եվրամիությանը մերձենալու եւ ըստ հարցումների Միջազգային հանրապետական ինստիտուտի դա բավականին պոպուլյար նարատիվ է, իսկ ԿՊ-ն ոնց հասկանում ենք վերցնելու է այդ դրոշակը, իսկ Ռուսաստանի նարատիվը նրանք արդյոք այսպես կոպիտ մեթոդոլոգիա են օգտագործում մտեք միութենական պետություն, թե նրանք են հմտանում, որ այ դուք ձեր սեփական ուղով պետք է գնաք, չգիտեմ, բալանսավորում, բայց Փաշինյանի ուզած բալանսավորումը չէ դեպի մեզ, կամ ավանդական արժեքներ, այ նույնասեռականները կգան կլծվեն Հայաստան եւ բոլորը նույնասեռական կդառնան, եթե դուք Եվրամիություն գնաք, կամ երրորդ սեռ է գրանցվելու, կամ թրքանալու ենք ի վերջո, այ ինչ կարող եք ասել, ինչպես ընկալել ես ամեն ինչը։ Ինձ շատ հաճախ են ասում, որ ես շատ սուր եմ խոսում, չգիտեմ, բան եմ խոսում, բայց հիմա նույնիսկ դուք ինձ ստիպում եք տանում, տեսեք, ուրեմն ես հայ ժողովուրդ, մեր հարստատողներին մի հատ խորհուրդ կտամ, թե պետք խորհուրդ տալ եւ եթե շնորհակալ գործ է։ Երբ որ ձեր մեկը խոսում է, ձեր մոտ երբ որ որևէ մեկը ասենց պաթետիկ ինչ որ հայրենասիրական տեքստեր է ասում, կամ խոսում է թրքանալուց, կամ խոսում է համասարամոլ դառնալուց, ուրեմն այդ ամեն ինչի մեջ կա մի քանի տարբերակներ։ Մի տարբերակն այն է, որ դուք գործ ունեք քաղաքական ապուշի հետ։ Դա վիրավորանք չի, դա քաղաքագիտական տերմին է։ Երկրորդ տարբերակը այն է, որ դուք գործ ունեք մարդու հետ, որ արդեն իսկ այդպիսի բան է դարձել, որտեղ եթե ինքը մտավախություն ունի թուրք դառնալու, ուրեմն դեռ ես ասեմ բանը բանից անցել է։ Թե որևէ մեկը վստահ չի իր ազգային ինքնության վրա, այ որ ինչ-որ մեկը գալու է իրան թրքացնելու է, նշանակում է ինքը վաղուց կորցրել է իր ազգային ինքնությունը։ Ես գիտեմ, որ ես իմ ազգային ինքնությունը եւ իմ երեխաները եւ իմ սերունդները իրենց ազգային ինքնությունը չեն կարող կորցնել։ Ես վստահ եմ իմ ազգային ինքնության վրա։ Ես գիտեմ, որ ես հայ եմ ու ես շարունակել եմ մնալ հայ, հայաստանցի ընդ որում։ Եթե նույնիսկ Թուրքիայի սահմանը բացվի։ Եթե նույնիսկ Թուրքիա, նույնիսկ եմ ասում, եթե ինչ-որ մեկի մոտ կա մտավախություն, որ հայ-թուրքական սահմանը բացվել է, ինքը այլևս հայ չի լինելու, ուրեմն ինքը արդեն հայ չի։ Էս մասով։ Եվ վերջապես 4 տարբերակը դուք գործ ունեք պարզապես շատ ուղիղ գործակալի հետ, ով որ կամ գումար ստացա դրա դիմաց, կամ ձրի այդ ամեն ինչ անում դա չէ բացառում միջարուց, ձեզ վախեցնելու, ձեզ օգտագործելու, ձեզ իր նպատակներով տանելու համար։ Իդեպ գործակալը մենակ այն մարդը չէ, որ այստեղ տեղեկությունը հավաքում ուղարկում է դա Մոսկվա։ Գործակալը այն մարդն է նաև, ով որ կոնկրետ շահեր սպասարկելու համար նարատիվներ է տարածում, նարատիվներ է գեներացնում, օգտագործում եւ այլն եւ այլն։ Նաև մարդկանց վախերը շահագործելով, չէ՞։ Հիմա այդ միջոցով այնտեղ վախի թեման է, այստեղ այնպես չի որ օբյեկտիվ հենք չկա։ Աշխարհում շատ քիչ պետություն կա, որ այնքան տրավմա ունի եւ այնքան հանցագործություն այդ ժողովրդի հանդեպ կատարել, ոնց որ մեր դեպքում է։ Ցեղասպանություն եւ այսինքն այդ ամեն ինչը նաեւ ունի օբյեկտիվ բազա, որը այդ օբյեկտիվ բազան հիմա որոշ մարդիկ վերցնում են եւ իրենց կեղտոտ քաղաքական նպատակներով են օգտագործում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ծիծեռնակաբերդը սկսել էին վերանորոգել, դուք հիշում եք ինչ պանիկա են մարդիկ բարձրացել, թե Ծիծեռնակաբերդը քանդում են։ Չէ՞ ճարտարապետներ են այնտեղ գնացել, լաց էին երկու մանեթանոց կապել, որ վայ ես ճարտարապետ եմ տեսնում եմ, որ քանդում ուր են այդ մարդիկ։ Ուր կորան այդ մարդիկ, բայց չեն քանդում էլ Ծիծեռնակաբերդը։ Հասկանում եք, այ ցանկացած նպատակով ոչ մի սրբություն չունենալ, ամեն ինչ օգտագործել իրանց կեղտոտ քաղաքական, այդ թվում նաև եկեղեցին։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե ուրեմն այն եկեղեցականները, որոնք որ հիմա ըստ էության իրանց հակադրել են Հայաստանի իշխանություններին, դաշնակից լինեն Հայաստանի իշխանությունների, այն նույն մարդիկ, ովքեր այսօր ասում են ձեռքերդ հերու եկեղեցուց, ձեռքերդ հերու վեհափար, ես այդ նույն մարդիկ անիծելու էին, քարկոծելու էին, հայհոյելու էին այդ նույն հոգևորականներին։ Այն 10 եպիսկոպոսը, որոնք որ ստորագրել էին այդ բանը, հա, իրանք դարձան հանկարծ այդ նույն մասայի աչքի փուշը։
Bentley-ները հիշեցին, չգիտեմ ինչերը հիշեցին, ուրիշ բան որ այդ բոլոր կողմերը իրական իրար մասին ինչ-որ ասում են, սա ճիշտ են ասում, այդ չի հարցը։ Հարցը այն է, որ այդ ամեն ինչը բացառապես օգտագործվում է քաղաքական նպատակահարմարության, տրամաբանության մեջ։ Եթե դու մեր հետ ես, դու Bentley չես, եթե դու մեր դեմ ես, դու Bentley ես, դա ինչպես երկու կողմերն վերաբերում են, նես չմենակ մի կողմն է այդ, բայց այս ամեն ինչը այնքան քաղաքական է ժողովուրդ, ու այնքան բաները, գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք որպես հասարակություն խնդիր ունենք, էլի մի հատ, մենք ամեն հաջորդ օրը ավելի ու ավելի շատ ենք ջնջում բարոյականի բաները, էլի, նմուշները, մնացորդները, այ եկեղեցին դարձրել են քաղաքական այս գործընթացների առուծախի թեման, ցեղասպանության հիշատակը դարձրել են դրա թեման, Արցախահայության զրկանքները, վիշտը, տառապանքը, օբյեկտիվ խնդիրները, որոնք պետք է լուծեն, դարձրել են այս սրա թեման։ Այսինքն ոնց որ որևէ արգելակ մարդկանց մոտ չկա իրանց քաղաքական նպատակներով ցավը, վիշտը, ամեն ինչը օգտագործել, ամեն ինչը։ Սա զազրելի է, ու սա նաև պատճառներից մեկն է, թե ինչի է Հայաստանում երիտասարդությունը ապոլիտիկ։ Ինչի են Հայաստանում մարդիկ որպես կանոն մեծամասնությամբ նողկանք ապրում քաղաքականի նկատմամբ։ Հայաստանում քաղաքականը ռեաբիլիտացիայի կարիք ունի։ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը կներեք այսօր ամոթ գործ է դարձել։ Մի տեսակ ոնց որ երբ որ մեկը ասում է ես քաղաքական գործիչ եմ կամ ես կուսակցական եմ, ոնց որ ինքն իր մասին վատ բան ասի։ Հասարակության աչքերում ընդհանրապես քաղաքական լինելը կամ կուսակցական հայոյանքի նման բան ոնց որ դարձած լինի։ Դա նորմալ չի ժողովուրդ։ Ու որպես կանոն դրա հետևանք ի՞նչ է դառնում, որ ովքեր են զբաղվում քաղաքականությամբ, որոնք ուրիշ բան չեն կարողանում անել, որոնք կյանքը բնացած բոլոր ոլորտներում ամեն ինչից մերժվել են, ոչի բան մոտները չի ստացվել, ամենավատ գործը սա է, վերջում գալիս է սրանով են զբաղվում։ Չգիտեմ, պետք է գնան կամ ինչ որ մի հատ, թեպետ ես չեմ կարծում, որ որևէ ոչ պատվաբեր գործ կա կամ որևէ ինչ որ տենց բանով պետք է զբաղվեն կամ պետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Արդյունքում քաղաքականությամբ զբաղվում են այս հասարակության վատագույնները, ոչ թե լավագույնները։ Իսկ դա ճանապարհը դեպի ոչ մի տեղ հարգելի Ռոբերտ։ Մի քիչ պեսիմիզմ է նկատվում այսպես, հա։ Նկատվում ավարտում, բայց մի բան հարցրեք, որ լավ ավարտենք։ Չէ, եկեք մտածելու տրամաբանությամբ ավարտենք։ Կհետևենք իրականում իրադարձություններ եւ կարծում եմ հնարավորություն կլինի էլի անդրադառնալու։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արեգ Քոչինյանին։